Հաղորդման գործընկեր Յասաման ռեստորան։ Ամերիկյան նոր սննդային ուղեցույցներում արված փոփոխությունները ստիպեցին շատ սննդաբանների վերանայել առողջապսեն, բայց արժե արդյոք կուրորեն հետևել դրան։ Այն ինչ իրականանալ է, կիրառելի է ամերիկացու համար միջին, պարտադիր չի, որ պարտադիր կամ ցանկալի կիրառելի լինի նաև միջին հայի համար։ Ամբողջահատիկ հացը, կարծես թե ածխաջրերը տեղափոխվել են բուրգի գագաթ։ Ինչ պիտի հասկանալ սրանից, դրանք ավելացել են, պակասել են։ Ամբողջահատիկ հացը շատ ավելի շուտ է բերում հագեցվածության եւ ավելի երկար է պահելու հագեցվածության զգացողությունը, կուշտ լինելու զգացողությունը։ Եվ դուք ի վերջո արդեն մի 100 գրամ պակաս հաց եք ուտելու օրական։ Որոնք են լավ սպիտակուցի աղբյուր հանդիսացող մթերքները, պարոն Մկրտչյան, եւ արդյոք ծովամթերքի մեջ, որ մեզ հասնում է, մենք ծով չունենք, օմեգա 3-ը պահպանվում է։ Այո, մենք Հայաստանում ունենք օմեգա 3-ի հրաշալի առնվազն 2 աղբյուր։ Առաջինը դա սովորական մեր ընկույզն է, աննկարագրելի շատ օմեգա 3-ը պարունակում եւ կտավատը կամ կտավատի ձեթը։ Ճարպերի մասին ժամանակին ասում էին կարակ պետք չի ուտել, դա խոլեստերինի բուն է, ավելի լավ է անցնել ձեթերին եւ բոլորը բուսայուղի անցան, հիմա ճիշտ հակառակը կարծես թե։ Թրամփը խրախուսում է կարակ եւ յուղ ուտել։ Հաղորդման գործընկեր Հովակիմյան էսթետիկ կենտրոն։ Դուք դիտում եք Միֆ, թե իրականություն հաղորդումը բարև ձեզ։ Ամերիկյան նոր սննդային ուղեցույցներում արված փոփոխությունները ստիպեցին շատ սննդաբանների վերանայել առողջապսեն, բայց արժե արդյոք կուրորեն հետևել դրան։ Ի վերջո որքան պետք է լինեն սպիտակուցները, ածխաջրերը եւ ճարպերը մեր սննդակարգում, որն է միֆը եւ որը իրականություն մեզ կօգնի պարզել բժշկական գիտությունների թեկնածու, դոցենտ, սննդաբան Արմեն Մկրտչյանը, բարև ձեզ, պարոն Մկրտչյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Նախ լսենք ձեր գնահատականը ամերիկյան նոր ուղեցույցին եւ տեսնենք թե որքանով է այն կիրարկելի մեր հայերիս համար։ Նախ ամենաառաջին ուզում եմ ասել, որ սխալ է համեմատել նոր բուրգը սննդային հին բուրգի հետ ամերիկյան, որտեղ այդ երկուսի արանքում 2011 թվականից 25 թվականը գործել է առողջապսեն։ Այո։ Եվ առողջապսում արդեն շատ բաներ, որոնք այստեղ նշված են որպես նորություն, արդեն այնտեղ քննարկվում էր, արդեն կար ազգային գայդլայնում, սննդային ուղեցույցում, այնպես որ չեմ ասի, որ չգիտեմ երկնքից ինչ որ նորություններ են պոկել, հավաքել, բերել եւ մեզ են հրամցնում, պարզ ճշմարտություններ ա գրված, որին մենք պետք է հետևենք եւ ուղղակի անունն են փոխել, դարձրել են առողջ սնունդ, եւ մեզ են հրամցնում, ընդ որում բուրգը ազնվորեն ինձ որպես մասնագետ շատ անհաջող է թվում, վիզուալ շատ անհաջող է, որտեղ ինքը շատ աղճատված եւ աղավաղված է եւ իրական չափաբաժիններին չի համապատասխանում, տեքստի հետ լրջագույն տարբերություններ է տալիս։ Այո։ Եվ ի վերջո շատ լավ նշեցիք, դա ամերիկյան է։ Այն ինչ իրականանալ է, կիրառելի է ամերիկացու համար միջին, պարտադիր չի, որ պարտադիր կամ ցանկալի կիրառելի լինի նաև միջին հայի համար։ Հիմա տեսնենք թե ինչու։ Այո, մենք ունենք շատ տարբեր սննդակարգ միջին ամերիկացուց, այո, եւ իրենց մոտ թերևս միգուցե լուրջ խնդիր է նաեւ fast food-ը, այդ արագ սնունդը, փողոցային սնունդը մեր մոտ այդքան լուրջ խնդիր չի։ Իրենց մոտ բավականին ծանրագույն խնդիր է հագեցած ճարպերի մեծ քանակների օգտագործումը, մեր մոտ այդ խնդիրը չկա, եւ տարբեր բաներ, չնայած մեր մոտ էլ աղի կիրառումն է շատ ավելի շատ, քաղցրի կիրառումով մենք գրեթե չենք զիջում ամերիկյան շաքարի, ավելացված շաքարի օգտագործման թվերին, բայց ամեն դեպքում կարծում եմ, որ ճիշտ է ունենալ ազգային ուղեցույցը։ Այո, որը մենք չունենք։ Ոչ, միայն մենք չէ, շատ երկրներ չունեն, այնպես չէ, որ մենք բացառություն ենք, շատ երկրներում չունենք, բայց մենք օրինակ ունենք երկու լիովին վերանայված հրամաններ առողջապահության նախարարի, դպրոցի եւ մանկապարտեզի տարիքի երեխաների սննդի հետ կապված, որտեղ բավականին լուրջ առաջադեմ փոփոխություններ է արված, հաշվի առնելով ժամանակակից միջազգային մոտեցումները սննդի կազմակերպման եւ առողջ ապրելակերպի հետ։ Ավելի ուշ կանդրադառնանք դրան, պարոն Մկրտչյան, բայց եկեք գնահատենք այնուամենայնիվ դրական ու բացասական կողմերը նոր ուղեցույցի օրինակներով, մասնավորապես վիզուալ մենք տեսնում ենք ամբողջահատիկ հացը, կարծես թե ածխաջրերը տեղափոխվել են բուրգի գագաթ, ինչ պիտի հասկանալ սրանից, դրանք ավելացել են, պակասել են։ Նախ ճիշտ չի, որ բուրգը պտտել են եւ սուր գագաթով դեպի ներքև է,
ասելով այսինքն վերևինը պիտի շատ օգտագործես քան եւ հետո հարկեր չկա, པարզ չի եւ իրենց իսկ տեքստային հատվածում ասում ենք որ ամբողջահատիկ հացահատիկ, ամբողջահատիկ մթերքներ պետք է օգտագործենք 2-ից 4 չափաբաժին։ Իրենց տեքստում է գրած։ Եվ այդ 4 չափաբաժին առանձնացված հատկացը տեսնում եք ինչքան փոքր է բուրգի այն ամենածայրում, հա։ Եվ դրա հետ զուգահեռ ասում է 2 չափաբաժին միրգ, 3 չափաբաժին բանջարեղեն պետք է օգտագործենք եւ նայում ենք թե ինչ ահռելի քանակություն է, ինչ ահռելի մեծ մակերես է տրված մրգին եւ բանջարեղենին։ Վիզուալ տեքստին չի համապատասխանում։ Գրեթե նույն չափաբաժիններն է։ Մեկ չափաբաժնի տարբերություն է, բայց այս տրամաբանությամբ երկու անգամ ավելի շատ է նկարած միրգ եւ բանջարեղենը, քան հացահատիկը։ Եվ եթե նորից վերադառնանք առողջ ափսեի տրամաբանությունը, որը շատ վիզուալ չափաբաժնային բացատրություն էր տալիս միջին մարդուն, ընդեղ էր ասում քո ամեն անգամ 3 անգամ պետքա սնվես, քո ափսեի կեսը միրգ եւ բանջարեղեն պիտի լինի, ավելի շատ։ Եվ մնացած կեսը, այսինքն քառորդ ափսեի միայն պետք է լինի ամբողջահատիկ հացահատիկ ածխաջուրը։ Ի սկզբանե ես պիտի իմանամ, թե այդ որ ասում եմ ամբողջահատիկ դա ինչ է, ինչ փորձեմ գնել։ Կա ամբողջահատիկ ալյուր։ Ալյուրը, երբ որ ցորենը աղում են ամբողջովին, թեփով, միջուկով, ոչ թե ուղակի միայն մեջից հանած օսլան եւ վատ որակի սպիտակուցը։ Այդ թեփի մեջ սննդային թելիկներն են, լիքը վիտամիններ, հանքային տարրեր են, որ մենք ուղակի հանում շպրտում ենք։ Եվ այստեղ, այո, լուրջ խնդիր կարող ենք ունենալ ինսուլին ռեզիստենտության հետ, ինսուլին շաքարի մակարդակի տատանումների հետ արյան մեջ, որը կարող է արդեն բերել երկար տարիների ընթացքում շաքարային դիաբետի, ճարպակալման եւ տարբեր այլ քրոնիկ իրավիճակների եւ խնդիրների։ Արդյոք այդ խնդիրը հիմնականում սոցիալական ուղղվածություն չունի։ Անապահովությունից ելնելով եւ որտեղ եք տեսնում լուծումը, որովհետեւ կարծես թե պետական մակարդակով պետք է հացամթերքը խանութներում լինի ամբողջահատիկ հաց։ Նայեք, չկա որևէ երկիր աշխարհում, որ պարտադրի սեկվական ազգաբնակչությանը պարտադրելու մասին խոսքը չէ։ Տարբերակներ կա եւ պետությունը չի վերահսկում հացամթերքի շուկան, որ պետությունը դնի ինչ որ սահմանափակումներ, տոկոսներ, դու այսքանը պիտի սրանից արտադրես, այսքանը նրանց պիտի արտադրես, արտադրողը պետքա արտադրի եւ պահանջարկը պետք է ստիպի, որ արտադրողը արտադրի։ Ուրիշ բան, որ պետությունը պետք է անընդհատ խորհրդատվական ուղղվածություն ունենա եւ խորհուրդներ տա եւ պետք է անընդհատ աշխատել, բացատրել, ներկայացնել եւ այլն, որպիսի հանրային առողջապահական ռիսկերը նկատի ունենալով, այո, իհարկե, որովհետեւ սոցիալական առումով մարդիկ ասում են դե հիմա ամբողջահատիկ հացը թանկ արժե։ Ես չեմ կարող ամեն օր օրինակ 500 դրամ տալ մի կտոր հաց գնել կամ ավել։ Ամբողջահատիկ ալյուրը բարձր տեսակի ցորենի ալյուրից այդքան էլ թանկ չի։ Okay, կարող է մի 50-100 դրամ թանկ լինի։ Թանկ է, բայց ամբողջահատիկ հացը շատ ավելի շուտ է բերում հագեցվածության եւ ավելի երկար է պահելու հագեցվածության զգացողությունը, կուշտ լինելու զգացողությունը։ Եվ դուք ի վերջո արդեն մի 100 գրամ պակաս հաց եք ուտելու օրական։ Այդ 100 գրամ հացի արժեքը այն արժեքն է, որը տարբերությունն է ամբողջահատիկի եւ ոչ ամբողջահատիկի։ Այնպես որ ֆինանսապես էլ շատ բարդ չի անցնել ամբողջահատիկ ցորենի։ Անցնելով սպիտակուցներին, պարոն Մկրտչյան, մենք տեսնում ենք նոր սննդային ուղեցույցներում 1200-ից 1600 անգամ 1.2-1.6 գրամ 1 կիլոգրամին, այո։ Ինչ պետք է ասել, այո, մենք գիտենք, որ սպիտակուցները անհրաժեշտ են մեզ առողջության մկանների համար, բայց որն է չափը եւ արդյոք ավելը վնաս իրենից չի ներկայացնում։ Նայեք, երբ համեմատում են այն նախքին բուրգի հետ եւ ասում են այնտեղ 0.8 էր ասում, բայց երբ որ մի քիչ մանրամասն են կարդում, այնտեղ էլ 0.8 ասում էր, դա այն քանակն է 0.8 գրամ 1 կիլոգրամի հաշվարկով, որը կնպաստի, որ դու չունենաս սպիտակուցային անբավարարություն, բայց երբեք չի արգելել, որ դու ունենաս 0.91, 1.1, 1.2 գրամ 1 կիլոգրամի հաշվարկով։ Բայց միևնույն ժամանակ, երբ որ հետևում ենք, ասենք օրինակ սպորտային սննդաբաններին եւ նրանց առաջարկները, մարզիկները պրոֆեսիոնալ ասում են մինչեւ 2 գրամ 1 կիլոգրամի հաշվարկով։ Եթե ես ընդհանրապես օֆիսի աշխատող եմ, որ իմ ամբողջ օրը անցկացնում եմ կամ բազմոցին, կամ մեքենայի ղեկին, կամ գրասենյակում, չկա համակարգչի դիմաց, 1.6 գրամ սպիտակուց 1 կիլոգրամին վերցնում եմ, ինչ անեմ։
Չեք հասցնի ուղակի սպառել։ Չեմ օգտագործելու եւ դա հետո շատ բավականին լուրջ ծանր բեռ է լինելու իմ լյարդի վրա, որ պետքա չեզոքացնի այդ ամբողջ ազոտը, երիկամների վրա, որ պետքա հեռացնի այդ ամբողջ ավելացված այդ ազոտային մնացորդները, մետաբոլիտները եւ այլն։ Այնպես որ կարծում եմ, որ միջինացված 1.1 գրամ օգտագործելը ոչ մի խնդիր չի։ Բայց պետք է ասել, որ Թրամփի նոր ուղեցույցով չափնանցնում ենք սպիտակուցների։ Կարծում եմ, որ այո, մի փոքր։ Եթե 1.2-ի հետ ես կարող եմ համաձայնել, 1.6-ի հետ դժվար եմ համաձայնվելու, եթե ես ակտիվ ֆիզիկական ակտիվությունս բարձր չի, եթե ես օրական գոնե մի ժամ մարզասրահում չեմ անցկացնում կամ լողավազանում չեմ անցկացնում կամ գոնե վազելով չեմ գնում աշխատանքի հետ գալիս, այդ պարագայում իմ սպիտակուցային պահանջը այդքան շատ մեծ չի լինելու։ Որոնք են լավ սպիտակուցի աղբյուր հանդիսացող մթերքները, պարոն Մկրտչյան, եւ արդյոք ծովամթերքի մեջ, որ մեզ հասնում է, մենք ծով չունենք, օմեգա 3-ը պահպանվում է։ Այո, դեք սառեցված ծովամթերքի մեջ կա, բայց այդտեղ լուրջ հարց կա, որ ձուկը ինքը օմեգա 3 չի սինթեզում։ Ձուկը ստանում է պլանկտոնից, որ ինքը ուտում է, այսինքն սնունդից։ Իսկ քաղցրահամ ջրերի ձուկը ավելի քիչ աղբյուր ունի օմեգա 3-ի, քան ծովային ձուկը։ Ընդ որում, մենք հիմնականում, եթե քաղցրահամ ձուկ էլ վերցնում ենք, մենք հիմնականում վերցնում ենք ձկնաբուծարանի, որտեղ սպეციფიկ արհեստական սնունդ է ստանում այդ ձուկը։ Եվ ստեղ օմեգա 3-ի քանակը ավելի պակաս է լինելու։ Բայց մենք Հայաստանում ունենք օմեգա 3-ի հրաշալի առնվազն 2 աղբյուր։ Առաջինը դա սովորական մեր ընկույզն է, աննկարագրելի շատ օմեգա 3-ը պարունակում, եւ կտավատը կամ կտավատի ձեթը ավելի լավ է։ Այնպես որ ես չեմ կարծում, որ մենք եթե ճիշտ գրագետ օգտագործենք ընկուզեղեն եւ ձեթեր, մենք ունենանք օմեգա 3-ի խնդիր։ Շատ լավ, ճարպերի մասին։ Ժամանակին ասում էին կարագ պետք չի ուտել, դա խոլեստերինի բուն է, ավելի լավ է անցնել ձեթերին եւ բոլորը բուսայուղի անցան, հիմա ճիշտ հակառակը կարծես թե։ Թրամփը խրախուսում է կարագ եւ յուղ ուտել։ Թրամփը խրախուսում է նաեւ, Թրամփը չէ, այդ ուղեցույցը խրախուսում է նաեւ տավարի ճարպը։ Այո։ Չէ։ Այո։ Beef Taylor կոչվածը ինքն էլ ունի։ Այո։ Երբեք որևէ ուղեցույցում ես չեմ տեսել, որ արգելվի կարագի օգտագործումը։ Նշում է սահմանափակել, բայց ոչ արգելել։ Ես էլ ինչքան դասընթաց եմ անում, տարբեր աուդիտորիաների համար, տարբեր լսարանների համար, ուսանողներ լինեն, դասախոսներ լինեն, դպրոցական խոհարարներ լինեն, մանկապարտեզի դաստիարակներ լինեն, կապ չունի, հա, ում հետ որ աշխատում եմ, ես այդ միշտ ասում եմ, որ չի կարելի ընդհանրապես հանել։ Այո, կարագը հրաշալի աղբյուր է վիտամին A-ի, վիտամին D-ի, կարճ շղթայով ճարպաթթուների հագեցած եւ այլն։ Հիմա եթե այս ուղեցույցին նորից անդրադառնանք, ինքը ասում է 10%-ից ոչ ավել հագեցած ճարպերը էներգիայի։ 2000 կալորիայի դեպքում 10 ասում է 200 կալորիա, բաժանած 9-ի 1 գրամ ճարպից 9 կալորիա գնում, մոտավորապես 22 գրամ հագեցած ճարպ կարելի է առավելագույնը ստանալ։ Եվ ինքը ասում է կարագ օգտագործեք, 20 գրամ օրական կարագ օգտագործեք։ Կարագի 60%-ը հագեցած ճարպ է։ Այսինքն քանի գրամ արդեն եղավ։ Արդեն անցանք։ Գրամ, չէ։ Այո։ Եթե ես սխալվեմ, հանկարծ ռիսկ անեմ, մի բաժակել կաթ խմեմ, որի մեջ մի 5-6 գրամ էլ ընդեղ, արդեն 20 գրամով ես անցել եմ։ Իսկ եթե հանկարծ Աստված մի արասե, ես այնքան ռիսկ ունենամ, որ մի կտորել տավարի միս ուտեմ, 20% ճարպ պարունակող 100 գրամ էր 20%-ը ճարպ էր 20 գրամ ճարպ դրա կեսը էլի հագեցած է 10 գրամ էլ ընդեղից ես ոնց այդքան իր ասած յուղոտ միսը ուտելով չանցնեմ հագեցած ճարպերի նույն ուղեցույցի առաջարկած առավելագույն շեմը անհնար է թվում շատ հակասական իրարամերժ կարծես թե նյութեր են չգիտեմ այդ կարտազի բուրգի միջև բավականին լուրջ անհամաձայնություններ կան։ Իսկ որքան պետք է լինեն ճարպերը առողջ մարդու սննդակարգում։ Դա էներգիայով է հաշվարկը արվում, ասում ենք, մեզ անհրաժեշտ էներգիայի 45-ից 65%-ը պիտի ստանանք ածխաջրերից։ 25-35%-ը պիտի ստանանք ճարպերից եւ 10-ից 30%-ը պիտի ստանանք սպիտակուցներից։
Արդեն մարդը ինքը կամ մասնագետը, եթե ինքը դիմի մասնագետը ինքն է որոշում, թե 45% ածխաջրերից ստանա, թե 50, թե 55, դա կախված է նաև ֆիզիկական ակտիվությունից, սեռից, տարիքից, տարբեր կոմպոնենտներ կան, այո, տարբեր գործոններ կան, որոնք ազդում են դրա վրա, բայց ու կարող եք հաշվել, ասենք եթե 25-ից 35%-ն է եւ 2000 կալորիա է, 2000 կալորիայի 25-ից 35%-ը 2000-ի 25%-ը դա քառորդն է 500 կալորիա, հա? 500-ը բաժանած 9-ի, այդքան գրամ։ Եվ այստեղ նկատի ունենք եւ բուսական եւ կենթանական ծագման ճարպերը իրար հետ։ Եվ ընդամենը 10%-ն է, որ հագեցած ճարպերը պիտի լինեն։ Եվ այստեղ մենք ունենում ենք լուրջ վիճահարույց իրավիճակ, որ սովորական մարդը երբեք չի կարող հաշվել։ Խոսելով բջջանյութի մասին, այո, մենք տեսնում ենք բավականին ծավալուն տեղ է զբաղեցնում, այդ թվում նաեւ մրգերը։ Բջջանյութը գիտենք ինչքան կարեւոր է մեր աղիների առողջության համար, իմունիտետի բջիջների 70%-ն է հենց մեր աղիներում, այսինքն անհրաժեշտ է մրգերի մասին խոսելով, ո՞րն է չափը, պարոն Մկրտչյան, առողջ մարդու համար։ Այստեղ կարծես թե նորից անդրադառնում ենք նրան, որ ինսուլինի տատանումներից խուսափելու համար մրգի չափաբաժինը պետք է իջեցնել, արդյոք այդպես է։ Երկու չափաբաժինը դա մինիմումն է, ես միշտ ասում եմ 2-ից 4, 3-ը վերցնելով որպես ոսկե միջին։ Ուղղակի խնդիրն է, որ մենք պետք է հասկանանք որն է չափաբաժինը։ Չափաբաժինը այն չի, որ մենք միանգամից կերանք։ Որտեղ մենք միանգամից կարող ենք ուտել 8 չափաբաժին։ Չափաբաժինը, մեկ չափաբաժին, դա մոտավորապես մեկ միջին միրգն է։ Այո, մեկ միջին նարինջը, մեկ միջին խնձորը, մեկ միջին դեղցը, այդ տրամաբանությամբ կամ կես բաժակ հատապտուղը, հա, այդ տրամաբանությամբ կարելի հաշվարկել 2-3 չափաբաժին օրական։ Բայց այստեղ մենք մի հատ ուրիշ խնդիր ունենք։ Նույն ձեր նշած սննդային թելիկները, սննդային թելիկները երկու մեծ խումբ ունեն՝ լուծվող եւ չլուծվող։ Այդ մրգերում հիմնականում լուծվողն է եւ բանջարեղենում։ Չլուծվող սննդային թելիկներ մենք ունենք ամբողջահատիկ հացահատիկում, հացամթերքում։ Եվ իրենք ունեն տարբեր գործառույթներ։ Այդ իմունիտետ եւ այլն, այդ որ դուք նշեցիք, դա լուծվողին է վերաբերում, հա, եւ ինքը հրաշալի սնունդ է եւ կանցերոգեն էֆեկտ ունի, բայց որպեսզի աղիների աշխատանքը նորմալ կատարվի եւ փորկապության դեմ պայքարվորպես մեզ պետք է չլուծվողը, որը իր մեջ ջուր է պահելու, մեծ զանգված է ապահովելու աղիքի ուսանցքում եւ այլն։ Իսկ եթե ես հանում եմ ամբողջահատիկը եւ թողնում եմ ընդամենը երկու չափաբաժին, մեծ է ռիսկը, որ ես կունենամ չլուծվող սննդային թելիկների անբավարարություն։ Հետևաբար նաեւ փորկապության խնդիր։ Այո։ Այդ դեպքում պիտի ասենք, որ միրգը բանջարեղենը պետք է առանց կլպելու ուտել։ Դրա մասին որևէ խոսք չկա եւ միջին ամերիկացին իրեն հարգող անպայման կեղևազրկելու է միրգն ու բանջարեղեն ուտելուց առաջ։ Այդ մենք ենք, որ ծառից պոկեցինք, մաքրեցինք ու կերանք, հա։ Շատերը նման բան չեն անում։ Այսինքն եւ միջին տղամարդը հաստատ ունենալու է սննդային թելիկների անբավարարություն։ Շատ լավ։ Հիշենք, դա չունենալու համար մենք պետք է ուշադրություն դարձնենք բարդ ածխաջրերի չափաբաժնին, որոնք որքան պիտի լինեն եւ միրգ, եւ բանջարեղեն, եւ լոբազգիներ, եւ ամբողջահատիկ հացամթերք, այո, այդ բոլորը պարտադիր են, որպեսզի մենք փակենք մեր սննդային թելիկների։ Իսկ սննդային թելիկները հաշվարկը մոտավորապես այսպիսին է՝ 1000 կալորիային 14 գրամ մոտավորապես, այսինքն եթե 2500 կալորիա էներգածախս ունենք օրական, 14 անգամ 2.5 34 գրամի կարգի, հա, սննդային թելիկ։ Իսկ այդ ամբողջահատիկը նվազեցնելով, միրգը նվազեցնելով, ես վստահ չեմ, որ ես հələ մի հատ էլ սպիտակուցներից խրախուսելով կենթանականը եւ լոբազգիներին տեղ չտալով, ես վստահ չեմ, որ մենք այդքան սննդային թելիկ կստանանք։ Ինֆորմացիան ուժը, որն օգնում է լինել պաշտպանված, անցնենք աղին եւ շաքարին, ավելացված շաքարին, կարծես թե այս մասով փոփոխություն չունենք, բայց եկեք համեմատենք նաեւ տեղայնացնենք, հա, Հայաստանի ազգաբնակչության մասով ինչ խնդիրներ եք տեսնում։ Ասում է 2300 միլիգրամ նատրիում, որը համարժեք է մոտավորապես 5 գրամ աղին։ Օրական թույլատրելի առավելագույն քանակն է։ 5 գրամ։ Այո։ Բոլոր աղբյուրներից ստացած։ Միջին հայը իմ գործընկերները շատ լուրջ հետազոտություն են արել անցած տարի եւ արդյունքներն արդեն հասանելի են, ստացել են արդյունք, որ միջին հայը 11 գրամից ավել աղ է օգտագործում։ Որքան շատ կրկնակից ավել։ Այո։ Եվ մեր հիմնական
աղի աղբյուրը հաց ու պանիրն է։ Հացում շատ է աղը, պանիրը աղի է։ Արդեն 0.8 նորմայով 0.8 գրամ աղ 100 գրամ հացում, բայց որոշ արտադրողներ 1-1.2 գրամի են հասցրել։ Եթե ես նույնիսկ 200 գրամ հաց եմ ուտում, արդեն 2 գրամ աղ ստացա։ Եվ եթե ես 50 գրամ էլ պանիր եմ ուտում, մենք ունենք պանիրի տեսակներ, որտեղ 100 գրամի մեջ 8-ից 10 գրամ աղ է։ Այսինքն 50 գրամի մեջ 4 գրամ աղ, 2-ին գումարը 4, 6, արդեն առավելագույն թույլատրելից ավել է մենակ հաց ու պանիրով։ Էլ չհաշված, որ մանավանդ սեզոնային այդ թթուները եւ այլն շատ աղի, մենք շատ սիրում ենք աղի ձողիկներ, երեխաների ձեռքը տալ, խաչապուրիներ եւ այլն, այդ ամեն ինչի չիփսեր, ամեն ինչը իրար հետ գումարած, պիցցա այս կողմ այն կողմ այդ ամեն ինչը գումարած մենք ունենում ենք 11 գրամ։ Առանց նայելու ճաշը անալի է թե չէ, մենք աղ ենք ավելացնում ուտելուց առաջ, փլավը սուպեր աղի ենք սարքում, չգիտեմ, ձուն անպայման աղով ենք ուտում, աղցանի մեջ ավելացնելով փոխանակ ասենք օրինակ կիտրոնի հյութ ավելացնենք, այլ համեմունքներ, որ իջեցնի աղի պահանջը, մենք անընդհատ աղ ենք ավելացնում։ Ինչ հետևանքներ է թողնում օրգանիզմի վրա 12 գրամ աղը։ 12 գրամ աղ օրինակ պատճառներից մեկն է, որ մենք ունենք 45+ տարիքում, ներողություն 50+ տարիքում գրեթե կեսը ունեցել է գոնե մեկ հիպերտոնիկ կրիզ։ Զարկերակային գերճնշում։ Այո։ Իսկ մենք հայեր շատ ունենք։ Եթե մեզ դիտողներն էլ իրենց վրա վերցնեն կամ իրենց շրջապատին նայեն, իրենց ընտանիքում, հարազատների, բարեկամների շրջանում, առնվազն կեսը ես միշտ ասում եմ 50 տարեկանից հետո հայ միջին կնոջ կոսմետիկան, այսինքն այնտեղ որտեղ իրենք պահում են իրենց կոսմետիկ պարագաները, վերածվում է ապտեչկայի։ Ահա։ Սկսում են դեղեր պահել այլևս իրենց հետ, ինչու՞, որտեղ մենք ունենք այո ճնշման լուրջ խնդիր, որտեղ մենք աղ շատ ենք սիրում։ Նաև աղ։ Իհարկե մենակ դա չի պատճառը նաև խոլեստերինն է, պատճառը նաև տարբեր բազմաթիվ այլ խնդիրներ են, բայց ամեն դեպքում քաշի ճարպակալման խնդիր է։ Իսկ շաքարը, այո, մենք նաև շաքար ենք շատ ուտում, մենք շաքար ոչ միայն մենք ենք ուտում, մեր երեխաներին ենք շատ տալիս, մենք հյուր գնալուց պարտադիր պիտի մի տոպրակ քաղցրավենիք տանենք այդ ընտանիքի երեխաներին, եթե ավտոբուսում մեր կողքը մի հատ սիրուն համով բալիկ է, մի քիչ էլ աշխուժ խոսում է, մի հատ էլ եթե բանաստեղծություն արտասանից սխալվեց երեխան, անպայման մի բուր կոնֆետ այդ երեխայի գրպանն է առանց նողին հարցնելու ինքը երեխային կոնֆետ տալիս է թե չի տալիս։ Մեր մոտ կոնֆետը, վաֆլիները, թխվածքաբլիթները սեղանին միշտ կան, իսկ բանջարեղենու միրգը սառնարանում թաքնված է, որ երեխան հանկարծ չտեսնի եւ չուտի։ Այնպես որ մենք այո շաքարել ենք շատ ուտում։ Եվ խոսքը ավելացված շաքարի մասին է, որտեղ բնական շաքարներ, որ օրինակ մրգում կա, պետք չի այդքան շատ վախենալ դրանից, բայց ավելացված շաքարը, այսինքն շաքար, որ մենք ավելացնում ենք թեյին, մուրաբա, ջեմ, սուրճին ավելացվող շաքարը, թխվածքաբլիթները եւ այլն, այդ ամեն ինչը այո ավելացված շաքար է։ Եվ ստեղ մենք ունենք լուրջ խնդիր։ Պիտի առավելագույնս խուսափենք։ Հիմա ասում է 10%-ից ոչ ավելը, բայց ես կարծում եմ, որ պետք է իջեցնենք 5%-ից ոչ ավելը կալորիաների ավելացված շաքարից։ Վերամշակված սննդին էլ անդրադառնանք։ Վերամշակված մթերքը վաղուց այլևս ապացուցված է դրա վտանգավորությունը։ Օրինակ ասենք նույն վերամշակված մսամթերքը ոչ թե հավանական, բարձր հավանական, այլ ապացուցված ուռուցկածին է։ Կարմիր մսով վերամշակված կարմիր միսն է նույն խնդիրը նիտրիտներով եւ այլն չբացատրեմ բոլոր մեխանիզմները, նույն չիփսերը, նույն ֆաստ ֆուդը, նույն անտրամաբանական լիքը հավելումներով պատրաստի մթերքներ, որոնք ջերմային մշակում չեն ենթադրում, օրինակ նույն եթե մենք գնում ենք վարսակի փաթիլներ, կա որ պատրաստի ընդամենը եղման ջուրը լցում ես 1 րոպեից պատրաստ է, կա որ ասում է 15-20 րոպե պետք է եփել։ Այդ պատրաստիները իրենց կենսաբանական արժեքը շատ ցածր է, իսկ կենսաբանական որակը եւ բարձր ուղղակի դատարկ կալորիաներ է ինքնից տալու։ Այո։ Ոչ մի բան չի տալու։ Եվ մենք պիտի շատ զգույշ լինենք եւ խիստ սահմանափակենք, օրինակ ասենք երշիկեղենը կարելի է սահմանափակել ամիսը 1 անգամ, 1 չափաբաժին, 1-2 կտոր։ Գազավորված ըմպելիքները պետք է սահմանափակել ամիսը 1 անգամ, 1 չափաբաժին, 1 չափաբաժին դա 1 բաժակն է, ոչ թե 1-2 լիտրանոց շիշը։ Եվ այլն։ Այո, դրանք գաղտնիք չէ, թաքնված ինֆորմացիա չի, նորություն չի, նոր Ամերիկա չեն հայտնաբերել, որ վերամշակված մթերքից պետք է խուսափենք։ Այո, իսկ Հայաստանում ինչ վիճակագրություն ունենք։ Հայաստանում ես ընդհանուր ազգաբնակության հետ կապված վերջին տարիների վիճակագրություն չունեմ, բայց մի քանի մանկական հետազոտություններ կան, դեռահասային տարիք, դպրոցահասակ տարիք, տարեկան դպրոցի հասակը, 7-8 տարեկաններ, 9 տարեկան, 15 տարեկան, եւ ես նկատում եմ, որ
որ մենք բավականին լուրջ տենդենս ունենք բացասական շարժ, այսինքն մենք գնում ենք դեպի fast food, մենք գնում ենք դեպի փողոցային սնունդ, մենք գնում ենք վերամշակված սնունդ, մեր երեխաները շատ սիրում են այդ բոլոր փաթեթավորված չիփսերը, կրեկերները, չգիտեմ, աղիձողիկները եւ այլն, որոնք մարգարինով են, որոնք անհասկանալի ինչ-որ ճարպերով են եւ այլն եւ այլն։ Ես լսել եմ նույնիսկ ածխաջրային երեխաները անվանումն են տալիս շատ ծննդաբաններ։ Այո, մեր երեխաները շաքարից կախվածության մեջ են, աղից կախվածության մեջ են։ Ես բարբերաբար տեսնում եմ խանութներում երեխաներ, ովքեր լացում են եւ պահանջում են իրենց հերթական ածխաջրի շաքարի չափաբաժինը։ Բայց մենք կարծես թե դպրոցներում եւ մանկապարտեզներում փոխելով այդ ուղեցույցը, այո, ես որքանով կիրարկելի կլինի պարոն Մկրտչյան երդվանից։ Նայեք, ես դպրոցական սնունդ երեխաների բարեկեցություն հիմնարկի սննդաբանն եմ եւ մենք դպրոցներում, մարզային դպրոցներում, բոլոր դպրոցներում ունենք տաք սնունդ երեխաներին տրամադրվող տարրական դպրոցների եւ մենք ունենք 0 գրամ շաքար մեր սննդակարգում։ Մանկապարտեզների նոր հրամանով կտրուկ նվազել է ավելացված շաքարի քանակը, հանվել է պատրաստի թխվածքաբլիթների, չգիտեմ, այդ քաղցրանուշների, հալվաների, ջեմերի, մուրաբաների օգտագործումը, կաթի մեջ շաքարը նվազեցվել է առավելագույնը 5 գրամ, կակաոյի մեջ առավելագույնը 5 գրամ, կոմպոտների մեջ առավելագույնը 5 գրամ, այն էլ տեղում պատրաստված, ոչ թե խանութից գնված հյութեր, որտեղ շատ ավելի շատ է շաքարի պարունակությունը։ Դրանք արդեն կիրարկելի են մանկապարտեզներում։ Եվ նաև դպրոցներում առողջ ապրելակերպ դասընթացի շրջանակներում 5-րդ դասարանից սկսած երեխաները խոսում են նույն այդ առողջ ապսեի մասին, բուրգի մասին եւ այլն, եւ այնտեղ բարբերաբար երեխաներին հիշեցվում է ավելացված շաքարի, fast food-ի, վերամշակված մթերքների վտանգավորության մասին։ Շատ լավ, շնորհակալություն եւ ամփոփելով այսօրվա մեր թեման, վերջնական փորձենք եզրակացություն տալ ամերիկյան նոր սննդային ուղեցույցին, դրական եւ բացասական կողմերը, որն է կիրառելի մեր հայերիս համար։ Ես գտնում եմ, որ մենք պիտի հետևենք մեր սննդակարգին, պետք է առավելությունը տանք, կարևորությունը տանք տեղական մթերքներին, կարևորությունը պետք է տանք սեզոնային մթերքներին, եթե խոսքը գնում է մրգերին, բանջարեղենին, մեր սննդակարգում, մեր հայկական խոհանոցում քիչ չեն ամբողջատիկ ածխաջրերով, ամբողջատիկ հացամթերքները, պաշտպանված ածխաջրերով սննդամթերքները, առողջ սպիտակուցով սննդամթերքները, եթե մենք մի փոքր զսպենք մեզ հացի պարագայում, մակարոնի պարագայում, արագ սնունդի պարագայում, աղի եւ շաքարի պարագայում, մենք ունենանք հրաշալի սննդակարգ, ունենանք ավելի քիչ կրիզներ, գեշ ճնշման եւ կունենանք ավելի քիչ ուռուցքներ։ Շնորհակալություն պարոն Մկրտչյան։ Շնորհակալություն։ Այստեղ պետք է ասենք, որ ուղեցույցները պարտադիր կատարման ենթակա չեն, դրանք մեզ խորհելու եւ ճիշտ եզրակացություններ անելու համար են, իսկ առողջ ապսեն դա կարճատև դիետա չէ, այլ այն, ինչ դու կարող ես անել երկարաժամկետ քո իսկ առողջության համար։ Մենք զրուցում ենք սննդաբան Արմեն Մկրտչյանի հետ, շարունակեք հետևել մեր թողարկումներին, կարևորը բաց չթողնելու համար։ Մինչ հանդիպում։